Սեմյոնովկա գյուղում ենք, Գեղարքունիքի մարզի բարձրադիր այս բնակավայրում փակ դռներ քիչ կան, սակայն ներսում հիմնականում տարեցներ են բնակվում, երիտասարդներից շատերը մեկնել են Ռուսաստան, մնացածն աշխատում են հիմնականում մարզի քաղաքներում։ Ստեղի ջահելները հիմի լրիվ դրսում են, այս մեկ քանի հոգին որ կան, սրանք մնացած լրիվ աշխատում են։ Գյուղում մնում են, ով կարում է քաղաքը, Սևանը կողմներից է դասի։ Տղաները աշխատում են Սևանում, Քավար, Մարդունի, Հարավոտետում են, Իրիկուն կալում են։ Մարզի տարբեր համայնքներում մտահոգությունները հիմնականում նույնն են՝ գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ, մթերվող կաթի ցածր կին, անբարեկարգ ճանապարհներ, խմելու կամ ոռոգման ջրի բացակայություն։ Սեմյոնովկայում բնակվում է 298 մարդ, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ շատ քչերն են զբաղվում, քանի որ տարածքներն անջրդի են, իսկ բնակլիմայական պայմանները անբարենպաստ։ Ստեղի կլիման միայն անասնապահության համար է, ինչքան կարաս այնքան պահես։ Խոշորել, մանրել, ոչխարել, խոզել։ Մթերողներն այստեղից կաթը տանում են 150 դրամով։ Բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Մնացականյանի տեղեկացմամբ խմելու ջրագիծը վերանորոգման փուլում է, իսկ ոռոգման ջուր չկա։ Գյուղը գազաֆիկացված է, գլխավոր ճանապարհն ասֆալտապատվել է դեռևս 2009 թվականին։ Սուբվենցիոն միջոցներով մշակույթի տանտանիքն է վերանորոգվել։ Հիմա փորձում են մյուս խնդիրները կարգավորել։ Մասնակի լուսավորության վերանորոգումն է, մի մասը լուսավորված է, մի մասը չէ։ Մեր գերեզմանոցները ցանկապատում է, գյուղատնտեսական բոլոր անասուններն պահան շատ այլի ցանկապատ պետք է մեր համայնքին։ Սակայն Սեմյոնովկայի բնակիչների համար ամենակարևոր ձեռքբերումը կլինի միջպետականին միացող նոր ավելի կարճ ճանապարհի կառուցումը։ Վարչական ղեկավարը համոզված է, որ դա զգալիորեն կնպաստի գյուղի զարգացմանը։ Գրունտավոյ է եղել, հիմա մենք ներկայացրել ենք թունելի կառուցման հետ միաժամանակ, որ եթե ներկրեն այդ ծրագրի մեջ կարենան այս 700 մետրը ասֆալտապատել։ Սեմյոնովկան զբոսաշրջային երթուղու վրա է գտնվում, շատ են այս տարածքով անցնող ակտիվ հանգստի սիրահարները, նրանց համար ցուցանակներ են փակցրել։ Քայլարշավների մասնակիցները ոտքով անցնում են դեպի Սևան, Քոշավանք եւ այլ տեսարժան վայրեր։ Դավիթ Մնացականյանի պնդմամբ հիմա գյուղում որոշակի աշխուժություն է նկատվում։ Դրսից շատ մարդիկ ունենք ստեղ, աշխարհված չեն, բայց արդեն հյուրատներ են սարքում, գալիս են ապրելու համար։ Հիմա երկու տուն ունենք, ուզում են վերանորոգեն, նորուցելի հյուրատներ սարքեն։ Այս գյուղում ապրում են հյուրընկալ մարդիկ եւ ընդհանրապես բավարարվում են քչով, դժգոհել չեն սիրում, ասում են աշխատող մարդը կապրի, թե չէ թոշակի վրա հույս դնել չի կարելի։ Աշխատես կաբրես, չաշխատեցիր, չպահեցիր, ուրեմն չես ապրի։ Հիմի թոշակի հույսին մնալ չի լի, այնես թոշակին տալım, ոնց խանութինա հերիք, ոնց լուստինա հերիք, ոնց էլ պապիրոզինա հերիք։ Հիշեցնենք, որ վերջերս Սեմյոնովկայի մոտակայքում Դիլիջանի ոլորանների վերևի հատվածում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին բազմաթիվ փրկարարներ, էկոպարեկային ծառայության աշխատակիցներ, օպերատիվ խմբեր։ Գյուղի բնակիչները եւս հասել էին օգնության եւ քանի որ տեղանքին լավ ծանոթ էին, աչքի են ընկել արդյունավետ գործողություններով։ Բարձրացանք, պայքարեցինք էլի, կարեցանք երկուրում գոնե կարեցանք պայքարենք, որ անտառները շատ չրդեվի, տարածքներն արդեվել։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Գեղարքունիքի մարզ, գյուղ Սեմյոնովկա։